Վերադարձանք տաղավար եւ մենք մեր խոսքի տերն էինք։ Դուք շարժվեցիք, հիմա մենք խոսելու ենք էլի հավես սպորտային շարժվելու առիթների մասին։ Առողջ ապրելակերպի թեման, ինչպես արդեն նշեցի, շարունակում ենք եւ մեր տաղավարում են Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանն ու Հայաստանի Հանրապետության Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի քաղաքականության վարչության ծրագրերի իրականացման բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը։ Պրոֆեսիոնալ մարզիչները առողջ ապրելակերպ ծրագրի շրջանակներում բացօթյա մարզումներ են անցկացնելու, այդ մարզումները, ինչպես նշեցինք, լինելու են բաց, հետևաբար մուտքն էլ լինելու է ազատ եւ անվճար, թե ինչպես կարող եք մասնակցել, ինչ հավես բաներ են մեզ սպասվում, կպարզենք հենց մեր հյուրերից։ Բարի լույս, շնորհակալ ենք այս առօրյա մեզ հետ սկսելու համար եւ եկեք հասկանանք որտեղ, երբ եւ ինչ ձևաչափով է իրականացնելու։ Շատ լավ, ինքը ՄԱԿ-ի որոշումով հաստատված միջազգային սպորտի ուր է համարվում եւ պարբերաբար անցկացնում էր, այս տարի ուղղակի որոշվեց ավելի մեծ շուկով, համագործակցելով առողջապահության նախարարության, ներքին գործերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի հետ։ Տարածքը, հիմնական տարածքը, որտեղ որ կանցկացվի, լինելու է օպերայի հրապարակը եւ հյուսիսային պողոտան։ Շատ հետաքրքիր ծրագրեր են ելնելու, մեր մասով կոնկրետ սպորտի նախարարությունը կներկայացնի 11-ից ավել մարզաձևեր, որոնք ողջ հյուսիսային պողոտայով կներկայացնեն, կլինեն ցուցադրական ելույթներ, անցորդները կարող են նայել, ինչու՞ չէ, եթե ցանկություն լինի նաև մասնակցեն, այո։ Նախապես ինչ-որ գրանցում պետք է։ Չէ, գրանցվում պետք չի, մենք կսկսենք ժամը 3-ից, քանի որ աշխատանքային օր է, ժամը 3-ից մինչև 6-ը պլանավորում են միջոցառումներ։ Շատ լավ, եթե առողջապահական ավելի կողմից խոսենք, մենք առիթ ունեցել ենք մեր տաղավարում խոսել այն մասին, որ ավելի պատանիները հաճախ են սկսել վերջին տարիներին դիմել թե աշխարհում, թե նաև Հայաստանում, օրինակ բարիատրիկ վիրահատության, որովհետև, չգիտեմ, ճարպակալություն, սնունդ եւ այլն, ինչպիսի միտում ունի, ինչ խնդիրներ պետք է լուծի, բացի ուղղակի հավես ժամանց անցկացնելը, որը վստահ եմ լինելու է, բայց ուրիշ ինչ խնդիրներ է լուծում, որ նախարարությունը որոշել է այս տարի միանա։ Առաջնահերթ, եթե նշում ենք սպորտի միջազգային օրը, սպորտի եւ վերադառնալով առողջապահական կոնտեքստին, դա ֆիզիկական ակտիվության խթանումն է եւ հենց այդ նույն օրը ունենք ֆիզիկական ակտիվության միջազգային օր եւ սա հիանալի առիթ էր մեկտեղելու թե ԿԳՄՍ-ի գործառույթները եւ նպատակները եւ թե առողջապահության նախարարության նպատակները խթանելու թե մարզաձևերը եւ թե ներգրավվածությունը այդ մարզաձևերում եւ վերադառնալով երիտասարդների շրջանում սպորտի ընդգրկվածությանը ֆիզիկական ակտիվությամբ ապրելուն այդ կենսակերպին պետք է նշել, որ միջազգային տվյալների Հայաստանում գրանցած տվյալների համաձայն դեռահասները 11-ից 15 տարեկան դպրոցահասակ երեխաների շրջանում միջին ծանրության ինտենսիվության սպորտաձևերում ներգրավվածությունը շաբաթական 3 անգամ դեռ 60% է, այսինքն բավարար ակտիվ չէ սերունդը, որպեսզի խթանվի առողջությունը եւ կանխարգելվեն ոչ վարակիչ հիվանդությունները, ինչպիսիք են օրինակ ճարպակալումը կամ գերքաշությունը, որ դուք նշեցիք։ Բնականաբար այդ քրոնիկ կամ ոչ վարակիչ հիվանդությունների ձևավորման կոնտեքստում ոչ միայն ֆիզիկական ակտիվությունն է, այլ մի շարք այլ ռիսկի գործոնների կանխարգելում, ինչպես օրինակ առողջ սնուցումը եւ այլ ռիսկային գործոնների կանխարգելումը կյանքում։ Այս առումով այսօրը հիանալի միջոցառում էր, թե միջոցառման ոգուն համապատասխան խթանել սպորտի տարբեր սպորտաձևերում ներգրավումը եւ թե բուն վարքագծի ձևավորումը, ինչպիսին են ֆիզիկական ակտիվությունը եւ ֆիզիկական ակտիվությունը թե երեխաների շրջանում, թե ավակների եւ նաեւ ավակ սերնդի շրջանում, որովհետեւ օրակարգի կոնկրետ հատված ժամը 4-ից 6 հատվածում հենց ունենալու ենք ավակ սերնդի համար նախատեսված խմբային մարզում, առողջ երկարակեցություն ծրագրի շրջանակներում նախարարության կողմից եւ հիվանդությունների վերահսկման կանխարգելման ազգային կենտրոնի կողմից իրականացվող, որի շրջանակներում 65+ տարեկան անձինք
իրենց համար հատուկ նախատեսված մարզում է իրականացվելու։ Այսինքն կարելի ասել տարիքային սահմանափակում չկա։ Իսկ ինչպիսի պատրաստվածության պետք է գան, կարող ինչ որ բան պետք է իրենց հետ բերեն, չգիտեմ, ջուր կամ հագուստ։ Հարմարավետ հագուստ, լավ տրամադրություն եւ ակտիվ օր անցկացնելու մտադրություն։ Ինչ սպորտաձևեր են ընդգրկված եւ ինչու հենց այդ սպորտաձևերը ներառվեց։ Եվ հայտնի սպորտսմեններին տեսնելու ենք այնտեղ, թե այս անգամ ոչ։ Ամեն ինչ հնարավոր է, որտեղ հայտնի սպորտսմեններն էլ քաղաքացիներ են, ցանկություն ունենան նախապես չեմ կանչվել, բայց ես ասեմ, որ հայտնի սպորտսմեններից մեկը Նազիկ Ավդալյանը նաև Հանրապետության հրապարակում եւս միջոցառում է կազմակերպելու, կարող եք տեսնել, մասնակցելը մի քիչ առաջ որ հարց տվեցիք, ըստ ցանկությանը յուրաքանչյուր անձ կարող է մասնակցել, եթե ուզում է ներգրավել, երևի պետք է պատրաստ լինի թե արտաքնապես, թե հագուստի առումով, իսկ մարզաձևերը, որոնք որ ընդգրկվել են, մենք աշխատել ենք բերել այն մարզաձևերը, որոնք տեսարժան են, որոնք հեշտ քաղաքացիների համար ընդգրկվող են, լինելու է վոլեյբոլ, բասկետբոլ, լինելու է մենապայքարային ձևեր, սամբո կլինի կարատեն, կլինի թայկվանդոն, գիմնաստիկան կլինի, ակրոբատիկա կլինի, բադմինտոն, ծանրամարտ, այդպիսի մարզաձև շատ հետաքրքիր է լինելու, հենց որ բոլորին հրավիրում ենք։ Իսկ հիմնականում նմանատիպ միջոցառումների ժամանակ լինում են փոքրիկ մրցույթներ, որտեղ հայտարարում են հաղթողներ, չգիտեմ, նմանատիպ ինչ-որ բան անակնկալ սպասվում է։ Մենք հաշվի կառնենք ձեր ցանկությունը եւ առաջարկը, կմտածենք այդ ուղղությամբ։ Լավ միտք տվեցինք, այսպես որ մրցանակով տարավ հաջորդ տարի մեր հետ կիսվելու է։ Բայց եթե համեմատենք նախորդ տարիների հետ, այս որերորդ անգամը որ տեղի է ունենում եւ արդյոք տարեց տարի մասնակցությունը ավելանում է, չգիտեմ, գուցե մարքեթինգային ինչ-որ ուրիշ բաներ եք սկսել անել, որ այս տարի ներգրավվածությունը շատ ավելի շատ լինի։ Իսկ ողը երեկոյան ավելի ուշ ժամի լիներ, ավելի շատ մարդ կար, օրինակ 6-ից հետո։ Աշխատանքից հետո։ Ինքը քանի որ 2013 թվականից հռչակված միջազգային սպորտի օրը յուրաքանչյուր տարի նշվել է, բայց նշվել է տարբեր ֆորմատներով։ Օրինակի համար բացի այս ցուցադրական ելույթները, նաև մարզերում նվիրված սպորտի միջազգային օրվան լինելու են մի շարք այլ միջոցառումներ, այսինքն ինքը ասենց համահանրապետական միջոցառում է, ուղղակի համագործակցությունը այլ գերատեսչությունների հետ այս տարի առաջի անգամ է։ Հա, դա նորամուծություն էր այս տարի, բայց ոնց որոշեցիք, որ արդեն ժամանակն առաջարկը եղավ ձեր նախարարության կողմից, թե անհրաժեշտությունը կար, ներքին գործերի նախարարության հետ եք, չէ՞, ոնց որ նշեցիք համագործակցելու, հա, իրենց մասը ինչ կառույցների ղեկավարների մակարդակով որոշումը ընդունվել։ Հա։ Մենք այս տարի փորձում ենք իրագործել։ Այն նշեցիք մարզերում իրականացվող միջոցառումների մասին եւս, ինչպիսի միջոցառումներ, որ մեր մարզերում ապրող քաղաքացիները իմանան, հայրենակիցները իմանան։ Կոնկրետ միջոցառումներ են դա, այդ միջոցառման ֆորմատով անցած տարի ամանորից առաջ մենք ձեզ հյուրընկալվել էինք, մենք ունենք առողջ ապրելակերպին ուղղված մի շարք միջոցառումներ ամբողջ տարվա համար պլանավորված, օրինակ այդ ժամանակաշրջանում մեր մոտ մեկնարկում է վարչապետի գավաթսեղանի թենիս միջոցառումը, որի մարզային փուլերը համընկնում են նաև սպորտի միջազգային օրվա ապրիլի միջակայքում ընկնում եւ առաջարկ է եղել նաև այդ միջոցառումը նվիրել սպորտի օրվան։ Շատ լավ, նախարարությունը ոնց է պատրաստվել առողջապահության, հա, իր ներգրավվածությունը, ինչ կտորով եք դու ձեր մասնակցությունը։
Սա երևի եթե վերադառնանք այն հարցին, թե ինչպես է ստացվեց, սա ինքնաբուխ տարբեր գերատեսչությունների մեջ կարևորելու այս հարցը առողջ ապրելակերպի խթանում, թե Երևանի քաղաքապետարանի, ովքեր ունեն շատ մեծ ներգրավվածություն այս միջոցառման իրականացման համատեքստում, եւ ԿԳՄՍ-ն եւ առողջապահության նախարարությունը ունենալով ամեն մեկը իր պատասխանատվությունը եւ տեսլական առողջ ապրելակերպի խթանման, շատ հետաքրքիր ձևով ինքնաբուխ ստացվեց սա եւ առողջապահության նախարարությունը սա բովանդակային մասնապահում ֆիզիկական ակտիվության խթանման տեսանկյունից նյութերի եւ առողջ երկարակեցության ծրագրի շրջանակներում մարզումների իրականացումը եւ իրազեկող պաստառների նախագծումը, այսինքն բովանդակային եւ կապ առողջ ապրելակերպի խթանման եւ տարբեր խորհուրդների առողջ ապրելակերպը ինտեգրելու կյանքում դա առողջապահության նախարարության ներդրումն է այս միջոցառմանը։ Միջոցառման ընթացքում բժիշկներ, քույրեր, մասնագետներ լինելու են, որոնք կարող են հսկել, օրինակ մարդը շատ է փորձում ինչ-որ շատ քաշ է վերցնում, իրան ասում եք, օրինակ չէ կամ հանկարծ Աստված ջան ինչ-որ մեկը եթե վատանա, միանգամից բուժօգնություն ցուցաբերել։ Բնականաբար համապատասխան նման մասշտաբային միջոցառումներին շտապ օգնության ծառայությունը ներկա է գտնվում եւ այս անգամ եւս դա ապահովված է լինելու բնականաբար։ Իսկ մարզիչները ովքեր են լինելու, ովքեր են անցկացնելու, եթե ասեմ չեմ, ինչ-որ ֆլեշ մոբի տարբերակ եթե լինի կամ չգիտեմ, առհասարակ մարզումները ովքեր են անցկացնելու։ Ես ասեմ, մեծամասնությունը լինելու են կազմակերպված այնպես, որ լինեն նախարարության ենթակայության մարզադպրոցների թե մարզիչները, թե սաները, այսինքն ամբողջ ծրագիրը կազմված է եւ մասնակցությունը հիմնականում լինելու է սպորտպրեների կողմից։ Այլ հարցը, եթե քաղաքացին ցանկություն հայտնեցայի տակ, իհարկե մասնագիտական օգնություն կլինի եւ կուղորթենք բացատրեն ոնց անել, որպեսզի տրավմաներ չունենանք եւ մեր գործընկերներին առողջապահության նախարարությունից ավելորդ այո, չանհանգստացնենք։ Ես մի այսպեսի հարց ունեմ թեմայից այսպես ասած դուրս, բայց միևնույն ժամանակ վերաբերող թեմային։ Շատ ժամանակ լսում եմ ժամանակ չունեմ մարզվելու, չգիտեմ, սպորտ զալ հաճախելու, մարզվելու առհասարակ։ Դե ինչ է կարծում, իրոք այդ խնդիրը կա այսօր արագ կյանքի մեջ, թե դա ուղղակի պատճառաբանություն է։ Ասեմ ձեզ, ով այդ արտահայտությունը անում է, որ ժամանակ չունի, իմ պատկերացմամբ ինքը ենթագիտակցաբար չէ ուզում սկսել, որովհետև եթե մարդ ունի ցանկություն ինչ-որ մի բան անելու, ինքը կստեղծի այն ժամանակը, որ կարողանա նաև զբաղվել իր ցանկացած գործով։ Բայց նորից վերադառնալով բուն միջոցառման, ինձ ժամայինն է հետաքրքրում, որովհետև օրինակ ես 6-ից հետո եմ ազատ լինում, ինձ ոչ մի գործոթը թույլ չի տա, որ ես գամ եւ միանամ այդ ժամին։ Այդ ժամի ընտրությունը ինչով էր պայմանավորված։ Ժամի ընտրությունը հիմնականում պայմանավորված էր նրանով, որ ոչ շատ, քանի որ գիտեք անձնարարները եւ եղանակային պայմանները կարող են շուտ փոփոխվել, ընտրենք այնպիսի ժամանակ, որ համ տաք լինի, համ հետաքրքիր լինի բոլորի համար, զուտ այդ առումով որոշվեց 3-ից 6-ը, այ ոչ թե առավոտյան կամ 6-ից հետո։ 6-ից հետո ինձ թվում է մենք բան կանենք, այսինքն ինքը կշարունակվի դա։ Այն մարդիկ, ովքեր գործի են եղել դուք կարողանաք հասցնել։ Կարողանան ինչ-որ մենք ուղղվեցին չենք գնալու։ Իսկ այն մարդիկ, ովքեր առաջին անգամ մասնակցել նմանատիպ միջոցառումներին, ինչ պետք է իմանան, ինչ պետք է պատրաստ լինեն, ինչին պետք է պատրաստ լինեն։ Պետք է ցանկություն ունենան, գան, նայեն։ Եթե ցանկություն կունենան նաև մասնակցելու, կարան ներգրավեն։ Այդ միտքը ինչպես հղացավ, ինձ շատ հետաքրքիր է, որովհետև այնքան ասած դրական տրամադրություն է տալիս, երբ որ քայլում ես եւ Երևանի փողոցներում ինչ-որ ակտիվություն ես տեսնում եւ առանց տարիքային սահմանափակման է լինում այդ ակտիվությունը, վստահ եմ, այս միջոցառումն էլ է այդպեսին լինելու, բայց միտքը ինչպես հղացավ, որ այս տարի արժի այս ձևաչափով անցկացնել։ Մենք մշտապես, մենք ասելով ոչ միայն ԿԳՄՍ նախարարությունը, նաև առողջապահության նախարարությունը, նաև Երևանի քաղաքապետարանը, ով որ զբաղվում է առողջ ապրելակերպի քարոզմամբ, մշտապես մտածում եմ, ոնց կարողանան ստեղծել պայմաններ, միջոցառումներ կամ հնարավորություններ, որ բնակչությանը առավելապես կարողանանք ներգրավենք այդ առողջ ապրելակերպի
գործընթացին եւ դրանից էր բխում, որ այս գաղափարը այս ֆորմատով այս տարի փորձենք։ Եթե խոսենք թվերից, որքան մասնակիցներ են կանխատեսում, որքան են մասնակցելու, որոնք մասնակից չեն, ուղղակի հենց հիմնականում իրանք կան եւ որքան եք սպասում, որ ուղղակի մարդիկ կգան, եթե խոսենք թվերից մի փոքր անդրադառնանք նաեւ այդ թեմային։ Մենք ցանկանում ենք առավելապես ինչքան հնարավոր է շատ մարդներ գրավել, բայց այդպես կանխատեսել ճիշտ ասած չեմ կարա։ Մենք եթե ինչ-որ վիճակագրություն եք ուզում, ես կարող եմ ասել, օրինակի համար 25 թվականին մեր կողմից իրականացված միջոցառումներին ընդհանրապես ինչքան մասնակից ենք մենք ունեցել։ Եվ 60,000-ից ավել ամբողջ հանրապետության տարածքում։ Այո, ամբողջ հանրապետության տարածքում, որտեղ ԿԳՄՍ նախարարության կազմակերպված միջոցառումների առավել մասը անցկացվում է այն տրամաբանությամբ, որ առաջի փուլը լինում է համայնքային փուլ, երկրորդ փուլը լինում է մարզային փուլ, եւ մարզային փուլի հաղթած թիմերը, այդ թվում նաեւ վարչապետի գավաթ գրող այդ միջոցառումների շարքը, որը ուղղված է դպրոցահասակ երեխաներին, գրեթե բոլորը հանրապետությունում հնարավորություն ունեն մասնակցելու։ Շատ լավ, մարզերի ներգրավվածությունից խոսեցինք, բայց մի քիչ ավելի այսպես շեշտադրենք, որովհետև երբեմն թվում է, որ մենք շատ Երևանակենտրոն ենք, բայց վերջին տարիներին ինձ թվում է մի քիչ փորձում ենք տարածվել թե ֆեստերի տեսանկյունից, թե բան նաև մարզեր, այ մարզերի ներգրավվածությունը ինչպիսին է, թե առողջապահական, թե սպորտում ներգրավվածության առումով, որտեղ երբեմն չգիտեմ, մի քիչ ավելի բարդ է լինում, եթե մի բան չկա մարզում գալ հասնել Երևան, առողջապահական տեսանկյունից ինչպիսի վիճակագրությունն ենք, խոսքը այս համատեքստում է։ Արդեն մի քանի տարի շարունակ առողջապահության նախարարության կողմից իրականացվում է մարզային հանրային առողջապահական արշավներ դպրոցահասակ երեխաների շրջանում, դա բոլոր մարզերի ներգրավվածությունն է, երբ մի օրը դառնում է մարզի առողջ ապրելակերպի փառատոն, դպրոցահասակ երեխաները համանախատեսվում են միջոցառումներ տարբեր վնասակար ֆակտորների, ռիսկի գործոնների, վարքագծերի վերաբերյալ իրազեկվածություն, միասին պատրաստում էին առողջ բաղադրատոմսով սնունդ, սովորում էին, սովորեցնում էին եւ այդ միջոցառումը այս տարի եւս շարունակվելու է վերափոխված ձևաչափով մայիս ամսվա ընթացքում բոլոր մարզերում ՀՎԿ-ի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման կանխարգելման ազգային կենտրոնի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցությամբ մշակվելու են մարզային արշավներ կրկին թիրախավորելով առողջ սնուցումը, ֆիզիկական ակտիվությունը, ծխախոտի օգտագործման վնասները, ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասները, հոգեկան առողջությունը եւ ալկոհոլի օգտագործման վնասները։ Այս բոլոր թեմաներով լինելու են դասաժամեր, լինելու են ակտիվ խաղեր, լինելու են դեմոնստրացիաներ, լինելու է մրցույթ եւ այս ձևաչափով տոնավաճառի, առողջության տոնավաճառի ձևաչափով միջոցառումները կան, լինելու են տարիների ընթացքում ի վեր, որպեսզի մաքսիմալ հասցնենք առողջության վերաբերյալ իրազեկվածությունը եւ գիտելիքի փոխանցումը մարզեր, համայնքներ եւ ներգրավենք հնարավորինս շատ անձանց։ Շատ լավ, իսկ սպորտի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից ինչ նախագծեր կան, որոնք հենց նպատակ ունեն մարզերի ներգրավվածությունը բարձրացնելու առումով այս թեմայի շրջանակում։ Մենք այս 2 տարի արդեն իրականացնում ենք ծրագիր մասնավոր պետություն համագործակցության շրջանակում եւ այդ նախագծի շրջանակում կառուցվում են մարզական նախատեսվում է կառուցել մարզական ակումբներ, սպորտ դպրոցներ մասնավոր, որտեղ էլ ավելի կկարողանանք ոնց որ այդ սպորտային ենթակառուցվածքը զարգացնել եւ հնարավորություն ստեղծել մարզերում ոչ միայն երեխաներին, այլ ողջ ազգաբնակչությանը ներգրավել առողջ ապրելակերպի գործընթացին։ Դրանք նախատեսվում են, իսկ ինչ կա, որ արդեն ինքը իրականացված նախագիծ է։ Իրականացումը ոչ միայն նախատեսումը, կառուցումը արդեն գնում է եւ ես ձեզ ասեմ, որ այս վերջի տարիներին բացի ամեն ինչից նաեւ տենդենսը այնպես է գնում, որ ոնց որ բնակչությունը ավելի շատ է հետաքրքրված ինքը իրանով ոնց որ առողջ ապրելակերպով զբաղվելու, մարզվելու, սպորտով ինչ որ սպորտային տարեր կիրառելով գործունեություն ծավալելու
ժամանակն էլ նենց է, որ չեն կարող ասել, որ մարզերը չունեն այդ ենթակառուցվածքը։ Ցանկալի է ավելի շատ ունենան իհարկե։ Իսկ մեր միջոցառումները արդեն ուղղված են նրան, որ մենք կարողանանք, օրինակի համար մեր բոլոր վերջի միջոցառումներին մոտորապես մասնակցում է 54 համայնք, մեր 10 մարզը, Երևան քաղաքը իր վարչական շրջաններով, այսինքն մենք բոլորին ներգրավում ենք եւ մտածում ենք ինչ կարելի անել, որ ավելի շատ մարդ կարողանանք ներգրավել։ Շատ լավ, կխնդրեմ ամփոփելով եւս մեկ անգամ հիշեցնենք, որտեղ, երբ, ինչ ժամերի։ Ժամը 3-ից մինչև 6-ը կարող է նաեւ ավելի երկար, կլինեն միջոցառումներ, կսկսենք օպերայի հրապարակից, կլինին միջոցառումներ Հյուսիսային պողոտայում եւ Հանրապետության հրապարակում։ Շատ լավ, ամսի քանիսին։ Ապրիլի 6-ին։ Ապրիլի 6-ին։ Շնորհակալություն այս առօրյա մեզ հետ սկսելու համար։ Հիշեցնենք սիրելի հեռուստադիտող, մեր տաղում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զորուհի Գրիգորյանն ու Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչության ծրագրերի իրականացման բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը։ Իսկ հիմա ինչ ենք անում Զառա։ Շնորհակալություն հայտնենք մեր հյուրերին, շարժվենք առաջ, դուք նկատի ունեցեք, այսպես պլանավոր եք օրացույցում եւ անպայման միացեք, որովհետեւ առողջ ապրելակերպը դա մատչան, ավոկադոն եւ ինչ որ sense մի քիչ թանկ բաները չեն, առողջ ապրելակերպը դա գալիս է ներսից, դա գալիս է գլխից եւ կարելի ուղղակի քայլել, ջուր խմել, լավ ժամանակ անցկացնել, ակտիվություն ցուցաբերել, սա եւս առողջ ապրելակերպ է։ Իսկ մենք շարժվենք առաջ եւ դիտենք Գովազդ Շանթի եթերում։ Գնացինք։